Ծննդոց, գլուխ 20 Աբրահամն այնտեղից գնաց դեպի հարավի երկիրը և բնակվեց Կադեսի և Սուրի միջև ու պանդուխտ եղավ Գերարում։ Աբրահամն իր կնոջ Սարայի մասին ասաց. նա իմ քույրն է։ Գերարի թագավոր Աբիմելեքը մարդ ուղարկեց և առավ Սարային։ Բայց Աստված գիշերը երազում Աբիմելեքի մոտ եկավ և ասաց նրան. դու պիտի մեռնես այդ կնոջ պատճառով, որին առար, որովհետև նա ամուսին ունի։ Սակայն Աբիմելեքը, որ չէր մերձեցել նրան, ասաց. Տեր, միթե արդար ազգին էլ կորստյան կմատնես։ Միթե նա չասաց ինձ, նա իմ քույրն է, և հենց ինքն էլ ասաց, նա իմ եղբայրն է։ Ես ուղիղ սրտով և մաքուր ձեռքերով արեցի դա։ Աստված երազի մեջ ասաց նրան. ես գիտեմ, որ դու ուղիղ սրտով արեցիր այդ։ Նաև ես քեզ ետ պահեցի իմ դեմ մեղք գործելուց և դրա համար քեզ չթողեցի, որ մերձենաս նրան։ Արդ կնոջը վերադարձրու իր ամուսնուն, որովհետև նա մարգարե է և թող աղոթ կանի քեզ համար, որ ապրես։ Բայց եթե դու չվերադարձնես նրան, իմացիր, որ անպատճառ կմեռնես, դու և բոլորը, ինչ որ ունես։ Վաղ առավոտյան Աբիմելեքը վեր կացավ, կանչեց իր բոլոր ծառաներին և նրանց պատմեց այս բոլոր բաները։ Այդ մարդիկ շատ վախեցան։ Աբիմելեքը կանչեց Աբրահամին և ասաց նրան. այդ ինչ արեցիր մեզ։ Ես ինչ հանցանք եմ գործել քո դեմ, որ ինձ վրա և իմ թագավորության վրա մեծ մեղք ես բերել։ Այնպիսի բաներ ես արել ինձ, որ մարդ չի անի։ Աբիմելեքն ասաց Աբրահամին. ինչ մտածեցիր, որ այդ բանն արեցիր։ Աբրահամն ասաց. ես ասացի, թե այստեղ իրոք Աստծու վախը չկա և ինձ կսպանեն իմ կնոջ պատճառով։ Եվ իսկապես իմ քույրն է, հորս աղջիկն է, բայց ոչ մորս աղջիկը, և իմ կինը դարձավ։ Երբ որ Աստված ինձ իմ հոր տնից հանեց պանդխտության համար, ասացի կնոջս. սա թող լինի ինձ անելիք քո երախտիքը, ուր որ գնալու լինենք ինձ համար կասես, թե իմ եղբայրն է։ Աբիմելեքն առավ ոչխարներ ու արջառներ, ծառաներ ու աղախիններ և տվեց Աբրահամին, և նրա կին Սառային էլ նրան վերադարձրեց։ Աբիմելեքն ասաց. ահա իմ երկիրը քո առջև է, բնակվիր, ուր որ հաճելի է քեզ։ Եվ Սառային ասաց. ահա 1000 արծաթ տվեցի քո եղբորը, դա քեզ համար աչքերի քող թող լինի այն ամենի համար, որ պատահեց քեզ, արդարացած ես բոլորի առաջ։ Աբրահամն աղոթեց Աստծուն, և Աստված բժշկեց Աբիմելեքին, նրա կնոջն ու նրա աղախիններին, և նրանք կրկին ծնում էին, որովհետև Տերը փակել էր Աբիմելեքի տան բոլոր արգանդները Աբրահամի կնոջ Սառայի պատճառով։